Խնդրեմ, պարոն Դանիելյան։ Տիկին Գալյան, մի քանի հարցեր ունեմ ձեզ ուղղված։ Առաջին հարցը դա համաներման հետ կապված է, արդյոք եթե չեմ սխալվում 7 տարի ավել է համաներում չկա Հայաստանի Հանրապետությունում, ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, արդյոք նախատեսվում է համաներում թե ոչ։ Երկրորդ հարցս բանտային պայմաններին է վերաբերվում, ես չեմ ուզում անուններ նշել, բայց քրեակատարողական հիմնարկներ կան, որտեղ բանտային պայմանները մեղմ ասած գոհացնող չեն, եւ այս ուղղությամբ ինչ աշխատանքներ են տարվում։ Հաջորդ հարցս էլ, երրորդ հարցս էլ վերաբերվում է ձգձգվող դատական process-ներին։ Ես բավականին հաճախ եմ այցելում քրեակատարողական հիմնարկներ եւ այցելելով քրեակատարողական հիմնարկներ տեսնում եմ մարդիկ, որոնք 6 տարի, 7 տարի արդեն մարդկա արդեն 7-րդ տարին է դատական այս process-ների մեջ է։ Ինչ ձեր կարծիքով ինչն է սրան խանգարում, այսինքն այդ վերջնական դատական վճիռ կայացնելու ինչն է խանգարում, որ տարիներով ձգձգվում է այդ հարցերը, եւ վերջին հարցս էլ վերաբերվում է աշխատավարձներին, դատական կարգադրիչների աշխատավարձերը, եթե չեմ սխալվում, որտեղ բազմաթիվ նամակներ եմ ստանում, իրենց աշխատավարձերի վերջի շրջանում փոփոխության չի ենթարկվում, արդյոք նախատեսվում է դատական կարգադրիչների, եթե էլի այնտեղ անձիկ կան, որոնք որ անեն, չգիտեմ, աշխատողներ կան, դատարանում էլի իրենց հետ կապված աշխատավարձի փոփոխություն նախատեսվում է թե ոչ։ Շնորհակալություն պարոն Դանիելյան հարցերի համար։ Համաներման հետ կապված չունենք որոշում համաներում իրականացնելու, որովհետև կարծում ենք, որ յուրաքանչյուր ազատազրկված անձի նկատմամբ պետք է պետությունը անհատական մոտեցում դրսևորի եւ ոչ թե ինչ որ պահի որոշի, որ պետք է XYZ կատեգորիայի անձանց ազատ արձակել, այլ պետք է որոշի ազատ արձակել նրանց, ովքեր որ անցել են վերասոցիալականացման ինչ որ ճանապարհ։ Դրա հետ կապված ես այն տեսակետի կողմնակիցը չեմ, որ միայն ասեմ դե դատարաններն են որոշում պատժից պայմանական վաղակետ ազատել անձին թե ոչ, իհարկե դա այդպես է, դատարաններն են որոշում, բայց մենք շատ անելիքներ ունենք այս առումով եւ իրականում աշխատանքները արվում են անհատականացնելու կոնկրետ անձանց վերասոցիալականացման պլանները եւ գնահատման մեթոդիկաները։ Եվ կարծում եմ, որ ապագայում մեր կատարած աշխատանքի շնորհիվ մեր կողմից դատարան ներկայացվող զեկույցների որակը էապես կբարձրանա եւ դատարանները մեր զեկույցների հետ հաշվի նստելով ավելի շատ կկիրառեն պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու գործիքը եւ դատարանների ներողություն քրեակատարական հիմնարկների բեռնաթափման, ինչպես նաեւ մարդկանց կոնկրետ խնդիրները մենք ցանկանում ենք լուծել այդ ճանապարհով։ Եվ նաև ուզում եմ մի շատ կարևոր գործընթացի մասին խոսել, որը անվտանգության գոտիների եւ պատժի կրման պայմանների փոփոխությանն է վերաբերվում։ Եթե դուք ուսումնասիրեք վիճակագրական տվյալներ, որոնք ցավոք սրտի իմ ձեռքի տակ չկա, տոկոսային հարաբերությամբ կարող եմ ասել, որ 50%-ից ավել աճ ունենք այն դեպքերի, երբ անձինք տեղաբաշխման հանձնաժողովի որոշումներով տեղափոխվել են պատժի ավելի մեղմ պայմաններ պատիժը կրելու կամ ավելի մեղմ անվտանգային գոտի։ Սա նշանակում է, որ քրեակատարական ծառայությունը որդեգրել է անհատական մոտեցում անազատության մեջ գտնվող անձանց նկատմամբ եւ այդ տեղաբաշխող հանձնաժողովի նիստերը ավելի հաճախ են տեղի ունենում։ Իհարկե մենք օրենսդրական ժամկետային սահմանափակումներ ունենք, բայց ուզում եմ, որ վստահ լինեք դուք եւ վստահ լինի մեր հանրությունը, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպք մանրակրկիտ քննության առարկա է դարձվում եւ մենք ավելի հակված ենք խրախուսելու նպատակով մարդկանց հնարավորություն ընձեռել գնալ ավելի մեղմ անվտանգային գոտում իրենց պատիժը կրելը շարունակել եւ մենք նպատակ ունենք հետս հետե դեպի պատժի կրման մեղմ պայմաններ, այսինքն բաց հիմնարկների մեղմ պայմաններ տեղափոխել ավելի շատ մարդկանց եւ մարդիկ հնարավորություն ունենան նույնիսկ կրելով պատիժ ցերեկվա ժամերին դուրս գալ քրեակատարական հիմնարկից, աշխատել եւ այլն։
Հաջորդ հարցը ձեր վերաբերում էր բաժի կրման պայմաններին։ Մենք միասին մի անգամ խոսել ենք Արմավիրի կարանտինային բաժանմունքի վիճակի մասին եւ կարանտինային խցերի վերանորոգման անհրաժեշտության մասին։ Ես հուսով եմ շուտով նորից կայցելեք այնտեղ կամ կարող ենք միասին էլ այցելել եւ տեսնել, որ այլևս այդ խնդիրը լուծված է, այսինքն մենք կարանտինային խցերը Արմավիրի վերանորոգել ենք, Արմավիրում չկար 24-ժամյա ջրամատակարարում, դա այլևս կա, մյուս բոլոր քրեակատարական հիմնարկներում վերանորոգման աշխատանքները քրեակատարական ծառայության միջոցների հաշվին իրականացվել են եւ շարունակաբար իրականացվելու են։ Վերջերս ես այցելել եմ Արթիկ քրեակատարական հիմնարկ, եթե հնարավորություն ունենայի մինչև եւ հետո նկարները ցույց տալու, իհարկե կատարված աշխատանքները ցցուն կերպով կերևային, որպեսզի դուք էլ կարողանաք պատկերացում կազմել, բայց քանի որ չունեմ, ուզում եմ վստահեցնել, որ մի շարք հիմնարկներում աշխատանքները արվել են, մյուսներում շարունակվում են, Արթիկում օրինակ ջրահեռացման համակարգ ուսումնասիրել ենք, տեսել ենք, որ մինչև հիմա չկա, դրա վրա ենք աշխատում, որպեսզի մեր կատարած վերանորոգման աշխատանքները ապարդյուն չլինեն, այսինքն մեկ տարվա կյանք չունենան եւ դրանից հետո նորից կշարունակենք աշխատանքները, բայց տարբերությունը սարեր ձորերի է, սա կարող եմ վստահեցնել եւ նաեւ հաշվետվությունը կարող եք գտնել քրեակատարական ծառայության պաշտոնական կայք էջում, այնտեղ եթե չեմ սխալվում, նաև նկարներով ցուցադրված կա կատարված աշխատանքը տարբեր հիմնարկներում, որն այլևս իրականություն է։ Աբովյան քրեակատարական հիմնարկը գրեթե ամբողջությամբ վերանորոգված է, այնտեղ միայն լանդշաֆտի խնդիր ունենք լուծելու, այսինքն այդ բակային հատվածում խնդիրներ ունենք լուծելու եւ երկարաժամկետ տեսակցությունների սենյակների մասով փոքրինչ փոփոխություններ ունենք անելու, մնացած հատվածներն ամբողջությամբ վերանորոգված են։ Ուզում եմ վստահեցնել, որ ինչ միջոց ունենանք խնայողության տեսքով, որոնք թեկուզ եւ նախատեսված չեն եղել որպես կապիտալ ծախս, մենք մեր մտքում ունենք կարիքների գնահատումը, ոչ միայն մտքում, այլ նաև թղթի վրա հանձնված եւ գնալու ենք դրանք իրականացնելու ուղղությամբ եւ քանի որ հարցը տրվեց 1-2 նորություն էլ ասեմ քրեակատարական հիմնարկներից, մենք ուսումնասիրել ենք եւ պարզել, որ ոչ բոլոր քրեակատարական հիմնարկներն է, որ ունեն էլեկտրական գեներատորներ եւ հիմա այլևս հայտարարվել է մրցույթ այդ էլեկտրական գեներատորների ձեռքբերման նպատակով, իսկ ինչու է սա կարեւոր, որովհետեւ մենք հաջորդ ծրագրով ցանկանում ենք քրեակատարական հիմնարկների արտաքին պարագծի հսկողությունը իրականացնել տեխնիկական միջոցներով, այսինքն տեսախցիկներով պետք է վերահսկվի քրեակատարական հիմնարկը եւ նաեւ դրա ֆինանսական գնահատականը եւ ծախսային բեռը այս տարվա բյուջեմ նախատեսված է, դա էլ որպես բոնուս ասեմ, որ մենք այդ ուղղությամբ ենք քայլեր ձեռնարկում։ Հիմա անդրադառնամ մյուս հարցերին։ Ինչու են դատավարությունները մեր երկրում տևում, սա ամենամեծ հարցն է, որ մեզ բոլորիս հետաքրքրում է եւ մենք ուսումնասիրել ենք ու տեսել ենք, որ 1700-ից ավել կալանավորներից 10 կալանավորի 10-ից 15 կալանավորի դեպքում է, որ 5-ից ավել տարի են նրանք գտնվում կալանքի տակ, ինչը էլի շատ վատ է։ Ես այնպես չի որ թվերը նշում եմ արդարացնելու համար, որ նորմալ է, որ մարդիկ կալանքի տակ գտնվեն, ինչ ենք մենք անում, բազմաթիվ նախագծեր ունենք, նախ առաջնահերթ մենք գնալու ենք յուրաքանչյուր կոնկրետ դատավարության համար կոնկրետ դատավարական ժամկետ սահմանելու ճանապարհով, քրեական գործերով դա լինելու է 1 տարին, որը կարող է երկարացվել ոչ ավել քան 3 անգամ կրկին 1 տարով, բայց պատճառաբանված որոշմամբ, այսինքն կանոնը լինելու է 1 տարին, դրանից շեղում հնարավոր է լինելու եւ մենք մեր մտքում ունենք, որ շեղման թույլտվությունը մենք առաջիկա տարիների համար ենք տալու, քանի որ ունենք օբյեկտիվ ծանրաբեռնվածություն։ Հաջորդ պատճառը քրեական վարույթների դատարանում գտնվող ձգձգվելու այն է, որ մարզերում նշանակված դատավորները երբեմն տեղափոխվում են Երևան քաղաք կամ անցնում են առաջխաղացման ցուցակներ եւ իրենց գալիս է փոխարինելու նոր դատավոր եւ նոր դատավորի գալուց հետո գործի քննությունը սկսվում է 0-ական կետից։
մենք ունենք նախաձեռնություն, ըստ որի դատավորի փոփոխության դեպքում, եթե կողմերը չեն առարկում, գործի քննությունը չպետք է սկսի զրոյական կետից, այլ պետք է շարունակվի այն կետից, որում որ ավարտվել է, այսինքն առաջին դատավորը որ կետում որ թողել գնացել է, եւ սրան զուգահեռ ունենք եւս մեկ նախաձեռնություն, որի համաձայն դատավորները, որոնք ընդգրկվելու են առաջխաղացման ցուցակում կամ նրանց վերաբերյալ որոշում է կայացվելու տեղափոխվել մեկ շրջանից մեկ այլ շրջան, մինչև տեղափոխման պահը պետք է փաստացի մաքրեն, այսպես ասած, իրենց գործերի 50%-ը, իսկ մյուս 50%-ը պետք է մակագրվի տվյալ դատարանի այլ դատավորներին, որպեսզի մենք վստահ լինենք, որ այդ անընդհատ շրջապտույտի մեջ գործերի քննության այլևս չենք ընկնելու, բայց դուք ինձ 4 հարց էիք տվել աշխատավարձների հետ կապված։ Այս բյուջեում որևէ բյուջետային տողով նախատեսված չէ, բայց մենք ունենք առանձին ծրագիր եւ դատավորների հաստիկների համալրման, ինչը կարիքների գնահատման արդյունքում ենք արել նաև աշխատելով բարձրագույն դատական խորհրդի մեր գործընկերների հետ, հաշվել ենք դատավորների ծանրաբեռնվածություն գործերի քանակ ըստ մարզերի եւ տարածքների եւ մոտավոր 30-ից ավել դատավորների նոր հաստիկների լրացման առաջարկով ենք ապագայում հանդես գալու եւ մեր ուշադրությունից չի վրիպել նաեւ դատական այլ ծառայողների աշխատավարձի հետ կապված խնդիրը, խոսքը օգնականների, քարտուղարների եւ կարգադրիչների մասին է, ըստ նախնական պայմանավորվածության նախատեսել ենք, որ հնարավորության դեպքում 30%-ով պետք է բարձրացնենք այս աշխատակիցների աշխատավարձը, բայց ֆինանսական բեռը բավականին մեծ է ու կախված է մեր պետական բյուջեի հնարավորություններից։ Չէ, սա առանձին ծրագիր է, որ պետք է քննարկվի, ժամկետներ չեմ կարող նշել, բայց մենք կփորձենք ամեն ինչ անել, որ եկող տարվա ընթացքում ծրագիրը իրականություն դառնա։